Երկմիտ մարդը որևէ բանի չի կարող հասնել կամ որևէ բանի պետք չի։ Հակոբոս Առաքյալը ասում է. երկմիտ մարդը նմանվում է հողմից շարժվող եղեգի, որ իր որոշումների մեջ հաստատուն չէ։ Ինչ է նշանակում հողմից շարժվող եղեգ։ Եղեգը գիտեք չէ որն է։ Եղեգը որ քամին այս կողմից է փչում են կողմ է գնում, մյուս կողմից է փչում են կողմ է գնում։ Այսինքն Հակոբոս Առաքյալը այդտեղ մի հետաքրքիր հոգևոր խորհուրդ է բացահայտում։ Հողմից շարժվող եղեգի է նման, քամին որ կողմից փչի են կողմ էլ շեղվում է։ Այդ քամին որն է, եղեգը որն է։ Քամին խորհուրդներն են, հա։ Քամին խորհուրդներն, այսինքն ինչ մտքեր որ եկավ մարդը, ինչ մտածումներ եկավ իր մտքի մեջ, այն կողմել ինքը շարժվում է։ Նայում է մարդու ինչ որ մտածումներ, մտորումներ ունենում, չար դե բնականաբար մտքի հետ է չէ աշխատում եւ քնած չէ միշտ արթուն է։ Եվ մեր մտքի վրա ազդեցությունն ինչ որ մի բան մենք տեսնում ենք եւ այդ մտավոր ազդեցության քամու ուղղությամբ էլ մտածում ենք, հա։ Այսինքն այս ինչ մարդուն նայեցինք մտածում ենք, այ տեսնես այս մարդուն ենք մտքի մեջ ինչ կա։ Մի հատ հետաքրքիր էսպիսի պատմություն կա։ Մի վանական վանքի պարսպից գիշերով դուրս է գալիս գնում է։ Այդ ժամանակ 3 վանականն իրենց խցերին ուշադիր նայում են այդ վանականին։ Առաջինը մտածում է, տեսնես այս վանականը ինչ է գիշերով վանքի պարսպի վրայից դուրս գալիս գնում։ Երևի գնում է գաղտնի ինչ որ կնոջ հետ կապ ունի, շնություն գործելյակ։ Երկրորդ վանականը մտածում է, տես այս վանականը այս վանքի պատի վրից ինչու է գաղտնի գիշերով գնում է գողություն անի։ Երրորդ վանականը այս վանականը գնում է բարի գործ կատարի, գիշերով է գնում, որպեսզի որևէ մեկին հայտնի չլինի բարի գործը ծածուկ լինի։ Այսինքն երեքին էլ քամի փչեց, իրենք մտածեցին։ Առաջինն է քամին սառն էր։ Ինչու էր սառը, որովհետև այդ մարդու մտքում սրտում երևի շնությունը շատ էր, հա։ Այդ պիղծ խորհուրդները շատ էին, ինքն իր աչքի տեսածի համապատասխան դատեց, ինչպես ավետարանում Տեր ասում է, դու էր աչքի տեսածով մի դատեք, ուղիղ դատաստան ունեք, այսինքն իր մեջ շնությունը շատ էր, պղծությունը շատ էր, երևի ուշք ու միտքը դրսում էր, մտածում էր, որ այդ վանականի ուշք ու միտքն էլ դրսում է, դրա համար գիշերով պատի վրայից դուրս եկավ գնաց։ Երկրորդի մեջ գողությունն էր շատ, անընդհատ մտածում էր գողության մասին, այդ պատճառով էլ երբ որ եղբայր վանականը պարսպից դուրս էր գալիս, մտածում է գնում է գողությունը։ Իսկ երրորդի մեջ բարին էր շատ, բարետես էր, բարին էր մտածում, հոռետես չէր, վատը չէր մտածում, ասում էր վանականը ուրիշ ինչ բան պետք է մտածի, եթե ոչ բարիք գործելու։ Միգուցե գիշերով է գնում այդ բարիքը գործելու, որպես մարդկանց հայտնի չլինի իր բարիքը։ Ամեն մարդ իր մտքի կամ իր մտածածի, իր նախապաշարումի համաձայն մտածեց։ Մեր Տերը այդ մասին ավետարանում ինչ ասում։ Ուղիղ դատաստան անեք, աչքի տեսածով մի դատեք, ձեր մտածածի համապատասխան մի դատեք, այլ ուղիղ դատաստան անեք, եթե լավ կլինի ընդհանրապես չդատեք, բայց եթե դատում եք, ապա ամեն հանգաման քննեք, իմացեք, ճանաչեք, տեսեք, նոր դատողություն արեք, բայց ավելի ապահով է չդատելը, դատողություն չանելը, որտեղ դատավորն Աստված է։ Հիմա ինչ անենք, որ եղեգի նման շարժվող չլինենք հողմերից ու քամիներից։ Ամուր ծառի նման պետք է լինենք։ Տեսել եք ամուր ծառերը քամիներից անգամ փոթորիկներից չեն շարժվում, հա, այլ ամուն իրենց տեղում են մնում, հա։ Իսկ եղեգը արագ շարժվում է։ Այդ ամուր քամիները որոնք են մտքերի հորձանքը, դեպքերի իրադարձությունների փոփոխությունները, այսօր դեպքերը իրադարձությունները անգամ արագ են փոփոխվում
եւ այդ ամբողջ փոթորիկ այդ քամիկ այդ մրիկը մեր մտքին է գալիս ինֆորմացիայի դա մենք տեսնում ենք լսում ենք անընդհատ մեր վրա քամի է աշխատում ինչ պետք է անենք նախ ներսից պետք է ամրանանք մենք արդեն դիմադրողականություն պետք է ձեռք բերենք ինֆորմացիայի դեմ այսօր ինֆորմացիայի դար է մենք պետք է լսենք որպես թե լսած չենք պետք է տեսնենք որպես թե տեսած չենք աշխարհիկ բաները բայց Աստծո խոսքերը պետք է լսենք որպես թե լսած ենք տեսնենք որպես թե տեսած ենք այսինքն մենք ընտրենք որն ենք ուզում լսել որն ենք ուզում տեսնել որպեսզի շատ չվնասվենք մենք պետք է դիմադրողականություն ունենք պաշտպանություն ունենանք չթողնենք օտար բացասական ամբողջ մեր մեջ կա եւ մեր մեջ էլ ձևավորենք ամրություն կայունություն չտարու բերվենք որովհետեւ տարու բերվող երկմիտ մարդը չի կարող որևէ բանի մեջ հաստատուն լինել այսինքն ամենամեծ վտանգը որն է կասկածամտության տարուբերելու երկբայություն երկմտության կամքի անկայունությունը այսինքն եթե դու անընդհատ տարուբերվում ես քո որոշումների մեջ կամքդ է տուժում դու արդեն կամազորկ ես դառնում արդեն ընտրելու հնարավորությունից ես զրկվում չես կարողանում ընդհանրապես ընտրել իսկ դա ամենամեծ վտանգն է երկբայության կամ երկմտության զրկում է քո կամքը քեզանից մի մարդ անընդհատ որոշում է որ պետք է ծխելը թարգի ամեն անգամ որոշում է կայացնում ամեն անգամ չի կարողանում այդ որոշումը իրականացնել այսինքն չի կարողանում ծխելը թարգել եւ վերջնակեն որոշում է կայացնում որ այլևս որոշում չպետք է կայացնի այսինքն այլևս չի կարող ինքը ծխելու դեմ այսինքն գալիս է մի պահ որ դու արդեն զրկվում ես որոշում կայացնելու հնարավորությունից կամքից քեզ զրկում է երկմտությունից կամքը ինչ է կամքը հզոր զենք է Աստծո կողմից քեզ տրված ինքնուրույն որոշում կատարել մարդու աստվածային պատկերի հատկորոշիչն է ամենակարևոր հանգամանքները մարդը ինչպես Աստծուն նման որտեղ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն ունի բայց ինքնուրույն որոշում կայացնելուց առաջ դու պետք է մի հատ մտածես հա այսինքն քամիների ազդեցության տակ չպետք է լինես դու պետք է մտածես խորհրդացես 7 խորհես 1 խոսես 1000 խորհես 1 որոշում կայացնես մտածես հստակ բայց դա լավ աստվածային ունակություն ամեն մարդ չէ որ ընդունակ է ճիշտ մտածելու խոհեմ մտածելու սառը դատելու դրա համար էլ կրթված դաստիարակված միտք պետք է ունենա մարդը աստվածային պատվիրանների ծանոթ պետք է լինի ըստ Աստուծո պետք է մտածի Սուրբ Հոգով պետք է մտածի հոգևոր գիտակցություն պետք է ունենա եւ այդպես մտածելով խորհրդացելով կարող է լուսավորվել մտքով վստահանալ եւ որոշում կայացնել բայց մեր մոտ ինչ է լինում մտքում խավար է լինում սուրբ գրքի չիմացություն կամ տգիտություն ամեն մեղք էլ տգիտությունից է առաջում մենք չենք կարողանում որոշել որովհետեւ տգետ ենք չենք կարողանում սուրբ գրքով որոշում կայացնել հոգևոր գիտակցությունը թույլ է մարդիկ մարմնավոր արժեք նյութական արժեքների հետևից են ընկնում այդ պատճառով իրենց որոշումները ճշմարիտ չեն լինում իսկ եթե որոշումը ճշմարիտ չի ուրեմն դու այսօր սխալ որոշում կայացնես մյուս օրը վատ որոշում կայացնես մի հատ հետաքրքիր պատմություն հիշեցի մի վանական ընկնում է մեղքի մեջ ծանր մեղքի մեջ եւ վերադառնում է իր խոցը գնում է հանկարծակի պատահմամբ ընկնում է մեղքի մեջ բայց գնում է դեպի խոցը չարը սկսում է իր մտքի հետ խոսել ասում է դու նոր ընկար մեղքի մեջ դու պիտի գնաս անապատ քո խուցը պիտի ճկնես շարունակես ասում իր ինքն իր մտքերի հետ էս բանականը խոսում մի րոպե դու ով ես որ ինձ հետ երկխոսության մեջ ես մտկել ես ում դեմ եմ մեղ գործել իմ Աստծո դեմ եմ մեղ գործել եւ
ես են Աստծու մոտ եմ գնում եմ զղջալու, խոստովանելու, ապա պատահմամբ է եղել, այսինքն դու ինձ հետ մի մտի երկխոսության մեջ, ես քեզ պատասխան տալու կարիք չունեմ, դու ես որ 3 օր ինքը իհարկե վերադառնում է իր վանքը, այնտեղ աղոթում է, խնդրում է Տիրոջից, բայց 3 օր այդ հուսահատությունը, այդ երկմտությունը, երկպայությունը վանում է իրենից, 3 օր չարի դեմ պայքարում է, որպեսզի չարը չմտնի իր եւ Աստծո միջեւ, անգամ այդ զղջման, այդ խոստովանության, ապաշխարության խորհուրդը չի թողնում, որ չարը խափանի, եւ 3 օր առանց չարի միջամտության ինքն իր մտքով, իր հոգով, զղջումով, արտասուքով, աղոթքով Տիրոջն է դիմում, որ մեղքը ների, եւ Աստված երրորդ օրին երևում է եւ ասում է, այ որ դու հուսահատության չտրվեցիր, այ որ դու չերկմտեցիր, Աստված ներեց քո մեղքը եւ շարունակիր քո ճգնության կյանքը եւ չի էլ հիշում քո գործած, որտեղ դա պատահմունք էր, ազդեցության տակ տեղ ունեցավ, զղջեց, խոստովանեց, ապաշխարեց եւ Աստված ընդունեց այդ ամբողջ զղջումը, խոստովանությունն ու ապաշխարությունը, ուրեմն հենց մտքի մեջ է այդ գաղտնիքը թաքնված երկմտության, չարը նախ եւ առաջ մեր մտքի միջոցով է մեզ վրա ազդում, անընդհատ կասկածաբերում, անընդհատ անորոշություն, մառախուա մեգա բերում մի մտքում եւ մտքի միջոցով բնականաբար կամքի վրա է ազդում, հա? Ուրեմն մենք չպիտի երկմիտ լինենք, չպիտի տարուբեր մենք պարզ մաքուր միտք բուտքեր ունենանք եւ կայուն հստակ կամք եւ այդ պարագային երկմտությունը կամ երկբայությունը մեզ չի տարուբերի եւ մենք չենք ընկնի ամոր կլինենք, ամեն